Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հունիսի 1-ն էր Ստամբուլում պլանավորված բանակցություններից, ռուս-ուկրաինական բանակցություններից 1 օր առաջ, երբ, ինչպես ասում են, ինտերնետը ցնցվեց, ինչից մենք տեսանք մի ֆենոմենալ, մի գրող կենտրոնացված միաժամանակյա ռուսական միջուկային տրիադայի բաղկացուցիչ ռազմավարական ավիացիայի դեմ մի հարձակման, որը ըստ ուկրաինական հետախուզության արժեցավ Ռուսաստանի այդ հնարավորությունների 1/3-ը, 41 ինքնաթիռ ՆԱՏՕ-ի գնահատականներով 20-ից ավել առնվազն։ Այս ամենը իհարկե մեզ առիթ է տալիս մտորելու, թե ինչպիսին են լինելու ապագա պատերազմները, վաղվա օրվա պատերազմները։ Իհարկե մենք ձգտում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ երբ նայում ենք մարդկության պատմությունը, պատերազմը միշտ ուղեկցել է այդ պատմությունը, լինելով այդ պատմության մաս։ Զինվորականները, ինչպես Կլաուզևիցն էր գրում, միշտ պատրաստվում են անցած պատերազմներին։ Մինչդեռ երբ գալիս է նոր պատերազմը, բոլորին կանգնեցնում տհաճ անակնկալների առաջ։ Եվ ամեն ինչ կախված է մի բանից, որքանով են դոգմատիկ տվյալ երկրի զինվորականությունը, որքանով են նրանք ընկալունակ նորույթներին, որքանով են նրանք ընկալունակ ժամանակի, ինչպես ասում են, շունչը զգալուն, կամ ընկալունակ չեն, եւ վայ նրանց, ով ընկալունակ չէ։ Հիմա 2025 թվականն է, 5-րդ տարին, երբ Հայաստանը պարտություն կրեց, որովհետև 20 թվականի դրությամբ մենք ունենք սովետական բանակի վատ մոդիֆիկացիան։ Ինչ այլանդակություն կար սովետից մնացած եւ վաղուց մեռած, մենք փորձում ենք այդ մեռելը Լենինի նման պահել չթաղված, մտածելով, թե դա մեզ կարող է ինչ-որ օգուտ տալ, կամ արտաքուստ սիրուն է, կամ արտաքուստ ինչ-որ տպավորիչ, բայց մեջը բան չկար։ Դրա դառը պտուղները մենք տեսանք։ Փորձենք հասկանալ, ինչի հետ մենք գործ ունենք, կամ կարող ենք գործ ունենալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է ազգային անվտանգության եւ ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Բարև եք եկել, պարոն Արզումանյան։ Շատ ուրախ եմ ձեզ հետ եւս մեկ առիթ ունենալ հանդիպման։ Պարոն Արզումանյան, դուք էլ արդեն որպես մասնագետ եւ որպես այս խնդիրներով հետաքրքրվող մարդ, այդ մանրամասներով հետաքրքրվել եք իհարկե այն մասով, որ մասով հասանելի է մեզ բոլորիս, ձեզ եւս, եւ այս մտորումները նաեւ ձեզ են համակել, հա, եւ շատ կարեւոր է կիսվել մեր հանրության հետ, թե ինչի հետ մենք նախ ինչ տեղի ունեցավ, ինչ ցույց տվեց, ինչ դասեր տվեց մեզ այդ ամենը, եւ ինչ ենք անելու ըստ այդմ, համեցեք։
Ուրեմն հարց ինքան բազմաշերտ է, ճիշտ ասած չգիտեմ որտեղից սկսել եւ որտեղից ճիշտ որը ինչն է կարևորը, ինչն է ամենակարևորը։ Եթե փորձել հասկանալ ինչն է ամենակարևորը, իմ կարծիքով, առաջինը դու պիտի հասկանաս, որ այն, որ քեզ ուզում են համոզել, որ դու հնարավորություններ չունես, շանսեր չունես մտնելով մենամարտի մեջ, եթե մտնում ես գերիշխանության դեմ պատերազմի մեջ դու արդեն պարտվել ես, Ուկրաինան ցույց է տալիս, որ այդպես չի։ Առաջի կռիվը եւ հիմնական կռիվը դա գնում է կամքի կռիվն է, կամքի մենամարտությունն է։ Կլաուդիսը դրա մասին ասում է, որ պատերազմը ի սկզբանե եւ իր խորքում դա մենամարտություն է կամքերի։ Եվ մինչեւ դու մնում ես մենամարտության մեջ, մինչեւ դու չես կոտրվում քո հոգու մեջ, դու ունես հնարավորություններ կազմակերպել։ Ունես հնարավորություններ շարունակել պատերազմը։ Ուկրաինայի 4-րդ, 5-րդ տարին արդեն ցույց է տալիս ոնց է դա աշխատում։ Երկրորդը պետք է պատրաստ լինել ոչ թե միայն մենամարտել, բայց պետք է պատրաստ լինել համակերպվել, ադապտացվել։ Եթե դու մտնում ես պատերազմի մեջ եւ տեսնում ես պատերազմը գնում է լրիվ ուրիշ ճանապարհով, ուրիշ մեթոդներով, որին դու չես պատրաստվել, դու պիտի պարտավոր ես սկսել համակերպվել, փոխվել, որ համապատասխանես այդ պատերազմին։ Այս պատերազմում, ուկրաինական պատերազմում մենք կարող ենք տեսնում ենք երկու կողմներ այդ ճանապարհով գնում են, եւ Ուկրաինայի ռազմական ուժերը, եւ Ռուսաստանի ռազմական ուժերը այդ համակերպման ճանապարհով գնում են։ Ուկրաինան մի քիչ ավելի շուտ է համակերպվում եւ այստեղ կրեատիվը մոտեցում ունեցողը դա Ուկրաինան է, Ռուսաստանը հասնում է, բայց ինքն ուժերի համակերպում է։ Լավ երևում է, ասենք, հրետանու կիրառման հետ կապված։ Ուկրաինան երբ սկսում է պատերազմը, կառուցված են այդպես կոչված հրետանու հետախոզական համալիրներ։ Այդ հասկացողությունն է, որը սովետական դոկտրինայում առաջ անգամ 70-ականներին ձևավորվել, երբ դու ունես հնարավորություններ հետախոզել, գտնել թիրախները եւ հրետանու կամ հրթիռների, ռակետաների հասցնել եւ նրանք հարված են հասցնում եւ այդ ցիկլը գտնել, նշանել թիրախը, հասնել տեղեկատվությունը հրետանու կամ հրթիռական կոմպլեքսներին, որ իրանք հարված են հասցնում, այստեղ արագությունն է աշխատում, ինչքան շուտ դու կարող ես դա անել։ Ուկրաինական պատերազմը երբ սկսում էր, Ուկրաինան դա կարողանում էր անել մի 10-15 րոպեում։ Ռուսաստանը այդ ճանապարհը անցնելու համար անցնում էր 2 ժամից 4 ժամ, մինչև իրար կարողանում են որտեղից կրակա եղել, ուզում են թիրախը կրակել, 2 ժամում փորձում են այդ ամեն ինչը կազմակերպել, 2 ժամ է ձգում։ Այսօր այդ ցիկլը, որի մասին խոսում եմ, եւ Ուկրաինայի մոտ, եւ Ռուսաստանի մոտ 2 րոպե է։ 2-3 րոպե է։ Երկու կողմն է կարողացել են համակերպվել եւ սկսեն աշխատել լրիվ ուրիշ ձևով, բայց եւ ուկրաինական ռազմական ուժերը, Ռուսաստանի ռազմական ուժերը մտնում են պատերազմի մեջ լրիվ ուրիշ վիճակում։ Առաջինը դու պիտի պատրաստ ես փոխվել։ Եթե դու սառում ես, եթե դու չես կարողանում դուրս գալ այդ մտածելակերպից, այդ պատերազմի մոտեցումներից, որը դու մտել ես պատերազմ, դու արդեն պարտվել ես արդիական պատերազմում եւ բոլոր պատերազմներում։ Հիմա մեզ համար հիմնական դասը, որ մենք պիտի խառնենք, հայկական ռազմական ուժերը, մեր սպայերը, սերժանտները, շարքայինները պիտի պատրաստ լինեն միշտ համակերպվել, պիտի փոխվել։ Եթե դու այդ ճանապարհով չես գնում, եթե դու սառեցված ես մնում հին տակտիկաների մեջ, մնում ես հին եւ պատերազմից դուրս, դու արդեն պարտվել ես։ Ինձ համար այդ հիմնական դասերից մեկն է։ Երկրորդ դասը, որը կարևոր է ինձ համար, այն է, որ այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները փաստորեն քեզ տալիս են հնարավորություններ, ռազմական հնարավորություններ, որոնք 10-15 տարի առաջ ունեցել են միայն ուժային կենտրոնները։ Դու պիտի ունես ուժային կենտրոն, որ ունես հետախուզության հնարավորությունները, հարվածների, որ այսօր ցույց է տալիս Ուկրաինան, դա ունեն միայն ուժային կենտրոնները, տարածաշրջանային քաղաքակրթ եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ֆրանսիան,
Փոքր ոչ մեծ երկրներ հնարավորություններ չեն ունեցել։ Այսօրվա պատերազմներում դու ունես հնարավորություն է ունած հնարավորությունները ձեռք բերել եւ կիրառել։ Եվ այստեղ այն ասիմետրիան, որը միշտ եղել է ոչ մեծ երկրների եւ ուժային կենտրոնների մեջ, այդ ասիմետրիան հնարավորություն կա հաղթահարել հասարակությունը վերականգնել, ինչը հնարավոր չէ։ Եվ Ուկրաինան այսօր ցույց է տալիս ոնց է կարող աշխատել նման ձևով։ Այս վերջի փայլուն օպերացիան, որը դուք ասում եք, նման օպերացիան անցկացնելու համար պիտի սինխրոնիզացնես մեր տարածքների վրա, Վլադիվոստոկից սկսած մինչ սինխրոնիզացիա հնարավորությունները, կապերի միջոցները կազմակերպելը ունեցել է միայն ուժային կենտրոնը, բայց Ուկրաինան այսօր ունի։ Եվ մենք էլ կարող ենք նման ճանապարհով գնալ։ Այդ մենք որ մտածում ես որ դե հնարավորությունը չունես եւ ի սկզբանե պարտված ես, դա ճիշտ մոտեցում չէ։ Իհարկե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դիսբալանսը շատ ավելի մեծ է, քան մեր պոտենցիալ հակառակորդ Ադրբեջանը։ Ադրբեջանը, եթե դաժե Թուրքիան վերցնենք, այդ խնդրը չկա, այդ խնդրը կարող ես լուծել։ Հիմնական խնդրը, որը դու հասկանում ես եւ որը արժե մենք տեսնում ենք Ուկրաինայում ինչ է տեղի ունենում, նման պատերազմների մեջ դու պարտավոր ես ներառել քո ազգի ողջ ներուժը։ Այսօր ուկրաինական ռազմական ուժերին օգնություն են հասցնում բիզնես կոմպանիաները, տեխնոլոգիական կոմպանիաները, որոնք ուղղակի կապեր են ստեղծել բրիգադաների հետ, բատալյոնների հետ։ Ես սպասարկում են, օգնում են, չգնալով այդ մեծ ծանր սպառազին բյուրոկրատիան աշխատում է, մեծ զենքը գալիս է, բայց բացի դրանից հասարակությունը, ժողովուրդը իր բանակին հնարավորություններ է ստեղծում, կապեր է ստեղծում եւ այդ կապերը դառնում են խիստ կարևոր ռազմական գործողությունների ժամանակ։ Եթե դու որպես պետություն պատրաստ ես այդ կապերը ինստիտուցիոնալիզացնել խաղաղ ժամանակ, մենք այս համապարփակ պաշտպանության եւ անվտանգության մոտեցման համակարգի մոտեցման մեջ դա անվանել ենք, ես անվանել եմ որպես տեխնո-ռազմական միություն։ Դու պետք է կարողանաս տեխնոլոգիական կազմակերպությունները, հնարավորությունները ուղղակի տակտիկական օպերացիոն մակարդակի վրա կապես քո ռազմական ուժերի հետ, որ իրանք ասեն ինչա պետք եւ միանգամից դու որպես բիզնես կամպանիա կրեատիվ ձևով այդ ապահովում ես։ Այդ ներքին հորիզոնտալ կապերը, եթե դու որպես պետություն կարող ես ինստիտուցիոնալիզացնել խաղաղ ժամանակները, աշխատացնել այդ մոդելը, ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, դա տալիս է ահռելի հնարավորություններ։ Երբ այդ մեծ ծանր համակարգերը, ռազմական համակարգերը պահում են ընդհանուր ռազմավարական մակարդակի վրա բալանսը, բայց այդ ներքին տակտիկական օպերացիոն մակարդակի վրա այդ հնարավոր կապերը այդ տալիս են քեզ ահռելի մեծ հնարավորություններ։ Եվ ի սկզբանե ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ համապարփակ մոտեցումը, երբ ողջ ազգն է մտնում պատերազմի մեջ, ողջ ազգն է մտնում այդ պատերազմի մեջ, ուրիշ ելք չունի, ուրիշ լուծում փոքր ոչ մեծ պետությունների համար չկա։ Այդ երևի երկրորդ մեծ դասն է, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում ինձ համար։ Երրորդը ես տեսնում եմ ինչքան կարևոր է հասարակության պատրաստությունը։ Դրա մասին քիչ են խոսում, քիչ է գիտեն, բայց երբ Միացյալ Նահանգները հասկացել է 2012-13 թվականի, որ խուսափելի է Ռուսաստանի նեոկայսրական մոտեցումը, իրանք սկսել են փորձել Ուկրաինային օգնել, որ ինքը սկսի փոխակերպել իր ռազմական ուժերը։ Եվ փոխակերպելու ռազմական ուժերը իրանք բավականին շուտ հասկացել են, որ եթե ուզում ես Ուկրաինայում երկրում կազմակերպես նման ռազմական գործողությունը եւ հիշելով պատերազմը դա քաղաքականության ողջ հասարակությունն լինելու մեջ, Ուկրաինային խորհուրդ են տվել եւ Ուկրաինան ընդունել այդ խորհուրդը, որ պետք է քաղաքական վերահսկողությունը, քաղաքական համակարգը գնա դեցենտրալիզացիա ճանապարհով։ Դու պետք է շատ իրավունքներ տաս համայնքներին, մարզերին, որ իրանք հնարավորություն ունենան իրանք կազմակերպեն, իրանք աշխատեն որպես քաղաքական եւ հասարակական գործոն, դերակատար։ Եթե դու ամեն ինչ կենտրոնացնում ես, միայն կենտրոնական լինիան ունես, ես չես տալիս հնարավորություն ազատ մարզերում, ներքևում աշխատեն, կրեատիվ աշխատեն, դու պարտվում ես։ Արդյունավետ չէ։ Եվ դու քաղաքական համակարգ դու պետք է պատրաստ լինես մայրաքաղաքից իշխանությունը ձեռք տաս կենտրոն, ձեռքից կիսվես իշխանությունով։ Այսօր Ուկրաինան կարողանում է պատերազմում Ռուսաստանի դեմ աշխատել, որովհետև Զելենսկին իրան թիմը պատրաստ է իշխանությունով կիսվել։
Ոչ թե լրիվ իհարկե, լրիվ չէ, բայց ինքը հասկանում ուրիշ ելք չկա եւ բավականին մեծ ազատություն տված է ռազմական ուժերին, տված է տարածքային դերակատարներին եւ այլն։ Այդ մյուս տարածքային պաշտպանության զորքեր, Կիևի փրկությունը, չէ, ամենաառաջին օրերին դա տարածքային պաշտպանության զորքերն էին, որ փրկեցին ռուսական դեսանտ։ Իրանք չեն հասցել Ռուբեն ձևավորել։ Իրանք հասկացել են, որ ճանապարհը իրանք ձևավորել են թղթի վրա, շակետները սկսել են փոփոխությունները մտցնել եւ հասկացել են, որ տարածքային պաշտպանության հիմքը այն իշխանության կիսման վրա է կառուցում։ Եթե դու չես տալիս մարզերին իրավունք, հնարավորություն, որ իրանք ստեղծագործեն, փրկեն, դու չես հասցնելու ռազմական գործողություն։ Այդ մյուս խնդիրն է։ Դες եթե դու ուզում ես ունենալ նման պատերազմում մասնակցես, համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ներսո, դու պիտի պատրաստ ես դեկենտրոնացնես քո իշխանությունը, ապակենտրոնացնես քո իշխանությունը քաղաքական, տնտեսական, ֆինանսական դու պիտի ազատություն տաս քո հասարակության։ Նման պատերազմում հաղթում է եւ դիմադրում է միայն ազատ հասարակությունը, միայն ազատ մարդը։ Մարդը, որ զգում է ստրուկ, զգում է իր երկրորդական, զգում է իր կյանքից դուրս հապված, նման պատերազմում չի կարող հաղթել։ Եվ այստեղից գալիս է խիստ կարևոր ինձ համար եզրակացության։ Նման պատերազմում դու կարող ես հաղթել միայն ու միայն Հայաստանի ումով, եթե դու ժողովրդավարական պետություն ես եւ ունես կառուցում ես ժողովրդավարական հասարակություն։ Եվ դու ձևավորում ես եւ օգնում ես կայանա աճի ազատ քաղաքացի, որը պատրաստ է կազմակերպվել, ինքնակազմակերպվել, միացնույս քաղաքացիների հետ կազմակերպի իր տան, իր քաղաքի, իր մարզի, իր երկրի պաշտպանությունը։ Նման պատերազմը պարտադրում է ազատ քաղաքացու, կազմակերպված քաղաքացու։ Դες ոնց էլ գնում ես Ռուբեն ստացվում է պատերազմում միշտ եղել է եւ մնում է հիմնական գործոնը դա մարդն է։ Եվ եթե մարդը ազատ է, եթե մարդը իր հողի վրա է, եթե ինքը պաշտպանում է իր երկիրը, ինքնակազմակերպման ունակ, այդ կրեատիվ կարող է այդ ամեն ինչ կազմակերպել, ամեն ինչ ստացվում է։ Եթե ճանապարհով չես գնում, դու մնում ես այն օրվա մեջ, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում, որը հավաքում է ողջ ներուժը, փորձում է այդ պատերազմը շարունակել, բայց եթե ոչ մեծ պետություն ես, դու ուրիշ ելք չունես իմ կարծիքով։ Դա երևի երրորդ հիմնական լուծումն է, դասն է, որը ես տեսնում եմ Ուկրաինայում, եւ չորրորդը ես տեսնում եմ ինչքան կարեւոր է ունել առաջնորդներ, քաղաքական առաջնորդներ, որը պատրաստ են ասել ոչ։ Զելենսկին համարձակվեց Միացյալ Նահանգների օվալ կաբինետում ասի ոչ։ Ինքը համարձակում է ասել ոչ Պուտինին, Դեն Սյաոպինին, բոլորին, որովհետև ինքը պաշտպանում է ժողովրդին։ Ինքը ոչ թե մեծ է, փոքր է, ուժ ունի, չունի, դու պետք է կամք ունենաս։ Եթե չունես այդ կամքը, քեզ չեն հարգում, քեզ այդ չեն լուրջ չեն վերաբերում եւ դու փաստորեն հնարավորություն չունես մամատերազմի մեջ լինել։ Դրա համար քաղաքական կամքը, պետական կամքը, ազատ քաղաքացի, որը պատրաստ է եւ պատրաստում է խաղաղ ժամանակներում, ճգնաժամի ժամանակ պատերազմի, դա երևի հիմնական կորիզն է եւ հիմքն է, որի վրա դու կարող ես կառուցել քո երկրի պաշտպանությունը, որտեղ մնացածը փոխվելու է։ Որ այն ձևով ոնց սկսել է պատերազմը 2022 թվականի Ուկրաինայում եւ այն ձևով ոնց այսօր ատանում պատերազմը Ուկրաինայում, դա լրիվ ուրիշ եղանակներ են։ Բայց ուկրաինական ժողովուրդը ազգը կարողացել է ճանապարհ անցնել եւ շարունակում է ճանապարհով գնալ։ Եվ արդյական պատերազմները ցույց են տալիս, որ ուրիշ ելք չկա։ Դու պետք է լինես ունենաս կամք, դու պետք է պատրաստ լինես համակերպվել, դու պետք է պատրաստ լինես կանգնել եւ պաշտպանել քո երկիրը։ Այդ ժամանակ դու ունենանում ես հնարավորություններ այդ ամեն ինչ անել։ Պարոն Արզումանյան, տեսեք, բայց կամք, այո, դա անժխտելի ազատություն, այո, բայց տեսեք, հենց պետության ֆունկցիան էլ կայանում է նրանում, որ այդ ամենում իրականացնի, այսպես ասենք, ինստիտուցիոնալ ապահովում եւ որպեսզի հնարավորություն ունենա մոբիլիզացնելու նաեւ ինտելեկտը։ Օրինակ տեսնենք, ասենք
ռազմական պատմությունը, հա։ Հրետանին միջին դարերում էր ստեղծվել, բայց իր ժամանակակից կիրառումը գտավ միայն այն ժամանակ, երբ ասենք Նապոլեոն Բոնապարտը Տուլոնը ափից պաշտպանեց անգլիական նավատորմից, խորտակեց։ Այո, դա հեղափոխություն է, ռազմական հեղափոխություն։ Տանկերը դեռ 19-րդ դարի վերջում տենց ինչ-որ էքսպերիմենտալ կային, զանգվածային սկսեցին օգտագործել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ այդ կինոխրոնիկան նայում ենք, ինչ-որ անճոռնի, անֆիգուր, ինչ-որ սենց թրթուրներով մի կերպ սողացող ինչ-որ անհասկանալի մեքենաներ էր, երևի ավելի շատ վախացնելու համար հակառակորդին, քան ֆունկցիոնալ ինչ-որ բան կար։ Բայց գալիս է Գուդերյանը եւ մշակում տանկային զորքերի կիրառման հայեցակարգը, որը ակտուալ է մինչ օրս։ Հիմա տանկերը ըստ այդմ են կիրառվում, ուրիշ կիրառման ավելի լավ ձև չեն գտել։ Անօթաչու թռչող սարքերը էլի երևի մի Առաջինները նույն ձևի երկու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են եղել։ Հիմա տեսեք, բայց այս պատերազմի ընթացքում էր, որ Ուկրաինան դարձավ աշխարհի առաջին եւ առայժմ միակ երկիրը, որը անօթաչու ավիացիան առանձնացրեց որպես առանձին զորատեսակ, դրանց օգտագործման ըստ էության հայեցակարգ մշակեց, այնտեղ հրամանատարություն կա, արդեն ստորաբաժանումներ կան, հա, ասենք սովորական զորատեսակ է, այնպես ինչպես ասենք, հրետանին տանկային զորքերը կապը եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ արդեն առանց դրա ուղղակի անպատկերացնելի է այս պատերազմը, անպատկերացնելի է ուկրաինական բանակը եւ սա էլ այն դեպքն է, որ ասում են մենք դեռ չենք էլ սկսել, հա։ Այս ամենը դեռ զարգանալու է։ Օրինակ, երեք էր թե առաջի օրն էր, երբ մենք տեսանք, որ Բրիտանիան որոշում է ընդունել 350 միլիոն ֆունտ ստերլինգի միայն անօթաչու տրամադրել Ուկրաինային, այսինքն տեսնելով հեռանկարայնությունը այդ ամենի, միանգամից մեծ խմբականակով տալիս են, որ իրանք իրենց ռազմական խնդիրը լուծեն, որովհետև պարզ ամռանը ռուսները ինչ-որ հարձակում են նախապատրաստում, իսկ ուկրաինացիները ձևը գտել են անօթաչուներով հարձակումը կասեցնելու, կոնցենտրացիա թույլ չտալու ուժերի, հա, այդ հարձակողական խմբավորում ձևավորելը թույլ չտալու համար, նաև հարձակվող այդ շարասյունները ուղղակի օդից ջարդելու, այսպես են լուցկու տուփերի նման։ Ասելիքս ինչն է, այդ իմաստով մենք վերջի բանը, գոնե ես մինչև բանակում ծառայում էի, բան կար, սովետի բայվոյ ուստավ սուխապուտնիխ վոյսկ, որը SSR-ը ջնջել էին, գրել էին RF ու դրանով ղեկավարվում էր, դե բանակում էլ ռուսերեն բոլորը գիտեին, դրանով էլ ղեկավարվում էին, ահա ջոկը սենց պետքա մարտվարի դասակը, վաշտը, գումարտակը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց մեջն լիքը վիճելի բաներ կան, որ ասում ենք լավ, էսի ռեալ չի, էլի։ Բայց դա նորմալ էլ չկա։ Դա վաղուց էր շատ։ Հիմա մենք ունենք պատկերացում, կամ մենք մոդելավորել ենք արդյոք, ոչ թե երեկվա պատերազմը ինչա լինելու էլի, հա, այն Կլաուզևիցի ասած, այլ վաղը ըստ այս զարգացումներ, այս տրենդերի, որ մենք տեսնում ենք։ Առանց դրա, որովհետև մեր համագործակցությունը, հա, քաղաքացիների տարբեր կառույցներում, միկրոմակարդակում, մակրոմակարդակում արդյունավետ չի լինի։ Համեցեք։ Դու մեծ հարցարոբեն։ Առաջին այո, պետք է հասկանալ այդ բավականին խորքային միտք կարող է թվարկում դրինի համար, բայց ունենալ ռազմական միջոցներ, հնարավորություններ, դա
գործի կեսը չի, ավելի քիչն է արդեն քիչից կարելի ասել։ Դու ճիշտ ես ասում, որ առաջին համաշխարհային պատերազմից վերջանալուց հետո 18 թվականին փաստորեն բոլոր ռազմական միջոցները, որը հետո կիրառվել են երկրորդ համաշխարհային պատերազմում, արդեն ձևավորված էին։ Եվ տանկերը, եւ հրաձիգները, եւ կապը, եւ այլը։ Այդ ամենը չի եղել է։ Բայց չի եղել դոկտրին, չի եղել հայացույց, ոնց է դա կիրառվում։ То есть զենքի կիրառման դոկտրինը, եթե չունես ոնց ես կիրառում նոր ձևատեսակներ, զոնատեսակները, որը ունես, դրանց օգտագործումը բավականին այնքան արդյունավետ չի լինի, ոնց կարող է լինի։ Եվ ճիշտ է, Գուդերյանը դա լավ ցույց է տվել, որովհետև եթե վերցնես երկրորդ համաշխարհային պատերազմը 1940 թվականը, եթե վերցնեք, տեսնեք, Ֆրանսիան ավելի շատ տանկեր ունի, քան թե Գերմանիան, Վելիկաբրիտանիան ավելի շատ տանկեր ունի, քան թե Գերմանիան։ Սովետն էլ չեմ ասում, Սովետը չի խոսում, հա, անդամներով եւ Ֆրանսիայի, Վելիկաբրիտանիայի տեխնիկայի որակ ավելի բարձր, քան թե Գերմանիան, բայց Գերմանիան ունի դոկտրին Blitzkrieg։ Եվ այդ Blitzkrieg-ը շլիֆենի աղեղը եւ այդ Blitzkrieg-ը փոխել է տալիս է նոր որակ եւ դոկտրինն է տալիս հնարավորություն խոսել ռազմական հեղափոխության մասին։ Եվ այստեղ ուրիշ մեծ ստանդարտ եւ շատ հոգեբանական դժվար խնդիր է սկսում, որտեղ Blitzkrieg-ը դու կարող ես թղթի վրա ճակետներում գրես, բայց այդ դոկտրինը պիտի դառնա քո ռազմական ուժերի մաս։ Քո սպայերը, քո շարքայինները, սերժանտները պիտի նրանց կրողը լինին։ Թե ինտելեկտուալ առումով, եւ բարձված եւ պատրաստն է դա վարժել։ Եվ այստեղ սկսում է երրորդ խնդրումը, որի մասին Լիդելարտն է լավ խոսացել։ Ասել է, որ նորարար մտածելակերպի ներդրումը մարդկանց ուղիի մեջ ավելի դժվար խնդիրը, դրանից ավելի դժվար խնդիրը հին մտածելակերպը հանելն է։ Հին մտածելակերպը հանելը ավելի դժվար խնդիր է, քան թե նորը դնել։ Դա մեր ռազմական ուժերի հիմնական խնդիրն է, ոչ թե նորարարականը ստեղծելը, բայց հինը սպայերից հանել, ստիպել ինչ որ ձևով եւ կարողանաս դնես նորը այսօրվա համապատասխանող։ Այդ առաջինը եւ երկրորդը նորից կկրկնեմ, այսօրվա պատերազմը ինքան շուտ է փոխվում եւ քո սպայերը պիտի պատրաստ են եւ հասարակությունը ընդհանրապես պիտի պատրաստ են շատ շուտ կայսակի պես համակերպվել։ Դու իրավունք չունես ընդունել ինչ-որ մի դոկտրին, ինչ-որ մի լուծում ռազմական եւ 10 տարի, մի տարի համարես դոգմա ու էլ ավելի եւ դու անցնում ես դոգմայի ճանապարհով, դու պարտվել ես։ Եվ ռուսական ռազմական ուժերը Ռուսաստանը այդքան է վատ չեն, Ռուբեն, պետք չի թերագնահատել։ Նույն ձևի ռուսական ռազմական ուժներում դրոնների, ԱԹՍ-ների ստորաբաժանումներ արդեն ստեղծվել են։ Նույն ձևի իրանք շատ պրոֆեսիոնալ աշխատում են։ Նույն ձևի ռուսական բանակը, գեներալները, գենշտաբը հասկանալով իրաց ընդհանուր համակարգի ծանրությունը, որ շատ ծանր չի աշխատում, այս ստորաբաժանումներին տվել է լրիվ ազատություն։ Հիմնական մասը ինժեներներ են, տեխնոլոգիից, որը անցել են ռազմական ծառայության, եւ ասվածա լրիվ ազատություն։ Ոնց ուզում եք պատերազմեք, ոչ մեկին չեք ենթարկվում, դուք եք ձեզ ազատություն ատված, բայց այս թերախները պիտի խփեք։ Ռազմական ուժերը Ռուսաստանի ուժերի համակերպում են։ Մեր ռազմական ուժերի հիմնական խնդիրն է այդ մշակույթը ոնց մտցնել ռազմական համակերպում ադապտիվ մոտեցումը։ Դու պիտի պատրաստ ես միշտ սովորել եւ պիտի պատրաստ ես ադապտիվ լինելու։ Եվ ցավոք սրտի ինձ համար ցավալի է, որ ադապտիվը եւ կրեատիվությունը դա հայկական մշակույթի անբաժանելի մասն է։ Հայի համար կրեատիվներ ստեղծագործել ռազմական դաշտում ազարտն է, եթե համար ստեղծագոր ինքը պատրաստ է, բայց պատրաստ չի քո ռազմական եւ անվտանգության համակարգը։ Քարակուսի է։ Ոչ թե քարակուսը սառել են, իրանք մնացել են սառված եւ ոնց անել, որ քո ռազմական եւ հասկանալի է, որտեղ հաստատությունները իներցիայի մեջ են լինում, եւ հիմնական խնդրեմը ոնց է այդ ադապտիվը մտցնում։ Ես 15 տարի եմ զբաղվում այդ խնդիրներով, կարելի ասել եւ 12 գրքերից առնվազն 7 դրա մասին է։ Ոնց կարելի է դա անել թեորիայում, ոնց դա կարելի է անել կոնցեպցիաներով, ես կարելի ասել պատկերացնում եմ։ Եվ գիտեմ, որ այսօր մեր գենշտաբում կա արդեն կորիզ, որ այդ խնդիրների շուրջ մտածում է, բայց ոնց անել, որ դա դառնա ընդհանուր մշակույթ։ Դա մեծ խնդրեմ է, եւ դա հոգեբանական խնդրեմ է, կազմակերպչական խնդրեմ է,
փոխել հաստատությունները եւ քաղաքական խնդրեմ է, որտեղ դու պետք է ունենաս երկար կամք, ցանկություն եւ կամք, պետական կամք, քաղաքական կամք, որ ստիպես ճակետներով քո գեներալներին սկսեն փոխվել առանց ուժի իրանց անցած երաս ճանապարհով իրանք չեն համակերպել, իրանք չեն գնալ այդ ճանապարհով եւ եթե չկա քաղաքական կամք այդ ամենը սկսել նման ճանապարհը կլինի երկար ժամանակ կպահանջի, բայց մենք այդ ժամանակը չունենք։ Դրա համար քաղաքական կամքից պետական ծրագիր, պետական ռազմավարություն, ոնց է սկսում փոխակերպել քո ռազմական ուժերը։ Եվ այդ ժամանակ իմ կարծիքով մենք բավականին շուտ կարող ենք այդ ճանապարհը անցնել, որովհետև ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ արդիական պայմաններում այն process-ները, որը 20-րդ դարում տեղի են ունենում 15-20 տարի են պահանջում, դու հիմա կարող ես այդ ճանապարհը 3-5 տարում անցնես։ Այդ ժամանակները նոր տեխնոլոգիաները սխմել են եւ այն process-ները փոխակերպման process-ները, որը դա թվում են տասնյակ տարիներ, դու այդ հնարավորությունը ունես, բայց հնարավորությունից անցնել իրականությանը դա կամք է եւ գիտելիք իհարկե, կամք եւ գիտելիք, ոնց ես պատրաստում քո սպայերի նոր գիտելիքներով, ոնց ես սովորացնում լինեն ազատ ստեղծագործել, ոնց ես կառուցում քո ստորաբաժանումները սկսած գումարտակից եւ որ իրանք պատրաստ են վերցնած պատասխանատվություն եւ գործել ապակենտրոնացված ձևով եւ այլ առաքելության հրամանատարության ներքո դրանք ոչ թե գիտության խնդիրներ են, գիտության մեջ հասկանալի, բայց ներմուծման, մտածողության փոփոխման եւ ներդրման խնդիրներ առուբ են եւ դա դժվար խնդիրներ են։ Պետք չէ մտածել դա հեշտ անելու։ Բոլոր բանակները, որ ստացել են սովետական ժառանգություն, այդ խնդիրների մեջ են։ Եվ Պոլշայի բանակը, եւ Բալթիա երկրների խնդրեմ, Բուլղարիան, Ռումունիան, ես տեսնում եմ, հետևում եմ, բոլոր այդ խնդիրը միջև հիմա միջերչական չեն լուծել։ Մտածողության իներցիային մտածողության իներցիան է հին մոտեցումը, ինքը երբ եղել է կուրսանտ, անցել է ճանապարհը։ Իրար հետ հանել այդ կորեզից շատ դժվար խնդիր է, բարձում է։ Բայց լուծելի։ Ուկրաինան լուծում է։ Եվ դա ցույց է տալիս, Ռուսաստանը լուծում է, Ռուսաստանը փոխվում է։ Եթե Ռուսաստանը կարողանում է փոխվել, Հայաստանին մեր կրեատիվության ստեղծագործական մոտեցումներով մենք բավականին շուտ չեմ ուզում ասել, բայց տարիների ընթացքում մի 5 տարում կարող եք այդ խնդիրները լուծել, եթե ունենաք, նորից եմ կրկնում, քաղաքական կանգ, որտեղ պատերազմը դա քաղաքականության շարունակություն է ուրիշ մեթոդներով։ Եթե դու չես դնում եթե դու չես կարողացում ճիշտ համատեքստ, քաղաքական համատեքստ նման փոխակերպման համար, այդ փոխակերպումները չեն գնում իհարկե։ Դրա համար քաղաքական կամք, պետական կառույցների պատրաստություն եւ մենք կարող ենք դա անել, համոզված եմ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Արզումանյան, այո, դուք ձեր առաքելությամբ էլ մեծ աշխատանք եք անում եւ նաեւ այս քննարկումների ընթացքում էլ ձեր գիտելիքները փոխանցելով մեր հեռուստադիտողին, մեր հասարակությանը եւս նպաստում եք, որ այո, այս ընկալումները արմատավորվեն մեր հասարակության մեջ։ Շնորհակալ եմ, միշտ նոր հանդիպում, բարին ընդ։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր ռազմական անվտանգության եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված ժամանակակից եւ վաղվա պատերազմների հետ օրերս տեղի ունեցած իրադարձությունների օրինակով։ Քարտաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։